Վագինիզմի մասին պետք է խոսենք այսօր, խնդիր, որը տարածված է շատ կանանց մոտ եւ խնդիր, որի չլուծման հետևանքով ցավոք սրտի բազմաթիվ ընտանիքներ են քանդվում։ Այսպիսով ինչ է ներկայացնում իրենից վագինիզմը՝ մի իրավիճակ, երբ սեռական հարաբերությունը դառնում է անհնար, կնոջ մոտ գիտակցված կամ չգիտակցված վախերի հետևանքով, որի արդյունքում կծկվում են հեշտոցի, ազդրերի, փորի ստորին հատվածի մկանները, անհնար դարձնելով սեռական հարաբերության իրականացում։ Պատահում են նաև իրավիճակներ, երբ ավելի ճիշտ հաճախակի են լինում այդպիսի իրավիճակները, երբ որ մարդիկ իրենցով են փորձում գտնել խնդրի պատճառը, եւ այդ պատճառը ամենաանհավանական տեղերում են ման գալիս։ Օրինակ, ես բազմաթիվ անգամ կանանցից լսել եմ այն կարծիքը, որ իրենց մոտ վագինիզմի ձևավորման պատճառներից մեկը իրենց հեշտոցի նեղ լինելն է։ Այսինքն իրանց օրգանը իրենց պատկերացումով չզարգացած է կամ թեր զարգացած է, որի հետևանքով իրանք հնարավորություն չունեն ունենալ նորմալ սեռական հարաբերություն։ Ես իհարկե չեմ պատրաստվում ասել, որ նման բան հնարավոր չի, բայց նման բան ամեն դեպքում մենք բնության մեջ կարող ենք հանդիպել, սակայն իրականության մեջ դեռևս ես համենայն դեպս չեմ հանդիպել, որովհետև կանայք, ովքեր ունեն այնպիսի թեր զարգացած օրգան, որը պատրաստ չի սեռական հարաբերություն իրականացնելու համար, այդ կանանց մոտ կլինեն ավելի լուրջ առողջական խնդիրներ եւ նրանք ավելի շուտ կդիմեն բժշկի, քան թե բանը կհասնի նրան, որ կամուսնանան ու հարաբերություն չեն կարող ունենալ։ Ցավոք սրտի գտնվում են նաև բժշկական կենտրոններ, որտեղ գտնվում են որոշ մասնագետներ, որոնք համակարծիք են լինում կնոջ սխալ կարծիքի հետ, իբրև թե սեռական օրգանը փոքր է կամ մի հատ ուրիշ ավելի վատ տարբերակը կա, որ կինը կարծում է, որ իր մոտ կուսաթաղանթը շատ հաստ է, վնասելը հնարավոր չի, այդ կարծիքի հետ համաձայն է լինում նաև մասնագետը, ասում է արի արհեստական տարբերակով կտրենք կուսաթաղանթը եւ քո խնդիրը լուծում կստանա։ Բոլոր այս իրավիճակները ցավոք սրտի ձախողվելու են, որովհետև վագինիզմի հիմնական եւ գլխավոր պատճառը գիտակցված կամ չգիտակցված ներքին վախերն են, որոնք կարող են նաեւ մանկական հասակից մնացած լինեն, որոնց պատճառով կնոջ մոտ առաջանում է տագնապի, սարսափի զգացողություն մինչեւ սեռական հարաբերություն։ Եվ իդեպ կանայք ասում են, դե ես գրգռվում եմ իմ ամուսնուց մինչև սեռական հարաբերություն ցանկությունը, մի խապնվեք դրան, ցանկություն եք ունենում, լուբրիկացիա եք ունենում, խոնավանում է, բայց հենց սեռական հարաբերությունը սկսելու պահին ձեր մոտ միանգամից առաջանում է մկանային կծկում։